մենք գտնվում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է, մենք էլ ենք ցեղասպանված ժողովուրդ, հույները եւս այստեղ պարոն Շարմազանովը քիչ առաջ անդրադարձ կատարեց, որքանով է կարևոր այս օրերը հիշել, հատկապես այն ժողովուրդների, ովքեր մեզ նման ցեղասպանվել են։ Հույները մեզ բարեկամ ժողովուրդ են, որը եկել է դարերով եւ շատ ժամանակներում հայերի եւ հույների շահերը համընկել են, իսկ թուրքերը օսմանյան կայսրության նպատակները միշտ եղել են վերացնել բոլոր այն ժողովուրդներին, ովքեր իրենց համար վտանգ են ներկայացրել, ինչպես հայերը առաջնային, հետո հույները նրանց համար մեծ վտանգ են ներկայացրել, որովհետեւ օսմանները, թուրքերը ինչպես գրավել են մեր տարածքները, այնպես էլ գրավել են հույների տարածքները, ասորիների տարածքները եւ ցեղասպանել են եւ մեր ժողովրդին եւ այդ ժողովուրդներին եւ միանշանակ նաեւ պետքա նշեմ, որ այսօրվա մեր դավաճանական իշխանությունները եւ նրանց բռնած քաղաքական գիծը ցեղասպանությունը մոռանալու եւ ուրանալու դա եւս մեկ դավաճանություն է եւ ստորքայլ եւ անկախ նրանից թե մենք իշխանություն ենք, ընդդիմություն ենք կամ առհասարակ վերաբերվում է գլոբալ առումով հայ ժողովրդին եւ մարդկանց քաղաքականությամբ զբաղվում ենք թե չէ, մենք պետք է հիշենք մեր նախնիների ցեղասպանվելը, պետք է միշտ պահանջենք թուրք ժողովրդից, որպեսզի իրենք պատասխան տան իրենց ոճրագործությունների համար նախ եւ առաջ եւ երկրորդ, որ նմանատիպ ոճրագործություններ պատմության մեջ այլևս չլինեն, կանխվեն։ Իսկ այս իշխանության քաղաքականությանը եթե հետևենք եւ առաջնորդվենք նրանց բռնած քաղաքական գծով, իրենք ասում են, որ ոչինչ եղել է, ոչինչ, Արցախը գրավել են, մեզ ցեղասպանել են, հիմա մենք պետքա թուրքերի հետ բարեկամություն անենք, մենք չենք կարող բարեկամություն անել մի ժողովրդի հետ, ով չի ընդունել իր ոճրագործությունը, իր սխալները։ Այ թող իրանք Արցախը չգրավեին կամ առաջիկայում տարիների ընթացքում վերականգնվի արդարությունը հետ տան, թող թուրքերը ընդունեն, որ ցեղասպանել են մեր պապերին, մեզնից խլել են մեր հողերը եւ դրա դիմաց փոխհատուցեն մեզ, մենք այդ ժողովուրդների հետ փորձենք ինչ-որ եզրեր գտնել գոնե թշնամի չլինելու, բայց եթե քեզ անընդհատ կոտորում են, քեզնից անընդհատ խլում են, քեզնից անընդհատ պահանջում են, դու գլուխդ կախ ասես, որ պետք չի իրանց դեմ պայքարել, դա արդեն դավաճանության է նման։ Այ ասում են, որ Սերժ Սարգսյանը նրա նախագահության տարիներին ինչի էր Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահի հետ ֆուտբոլային դիվանագիտություն, որովհետև մենք այդ ժամանակ Արցախը մերն էր, Սերժ Սարգսյանը պատվով գլուխը բարձր նախագահ էր, թուրքերի հետ բանակցում էր հավասարը հավասարի հետ, բազմաթիվ կետեր կային, որ թուրքերը առաջարկել էին, նախագահը մերժել էր, շատ բաներ մեր պահանջներով ընդունվել էր, այսինքն մենք հավասարը հավասարի հետ այդ ժամանակ այնպիսի իրավիճակ էր հասունանում, որ թուրքերը արդեն կարող ընդունեին հայոց ցեղասպանությունը, բայց եթե դիմացինի դու կարողանում ես բերել այն դաշտ, որը քեզ է ձեռք տալիս, դու կարող ես նաև նրա հետ երկխոսել, նրա հետ ֆուտբոլ նայել, նրա հետ փորձել եզրեր գտնել գոնե թշնամի չլինելու։ Հիմա սրանք ցիտում են, որ բա ձեր նախագահն էլ թուրքերի հետ բանակցում էր, Ալիևի հետ բանակցում էր, բայց մենք հաղթած էինք, այդ մարդը փորձում էր այդ հաղթանակները ամրագրել։ Հիմա եկել են մեզ նվաստացրել են, մեզ ասելով մեզ չեն նվաստացրել, բայց մեզ ներկայացնողը նվաստ անձնավորությունն է, որը նաև անդրադառնում է մեզ։ Այդ ամեն ինչը մեր հետ արել են, հիմա ասում են, բա դուք ինչի եք այն ժամանակ թուրքերի հետ եւ պարզ չի ինչ էին երկխոսում, որովհետեւ այն ժամանակ մենք էինք թելադրում այն բոլոր կետերը եւ մեր ժողովրդից բխող Հայաստանի Հանրապետությունից բխող շահերը մենք էինք թելադրում, դրա համար էլ երկխոսում եւ բանակցում էինք։ Տեսեք, օրինակ այսօր Նիկոլ Փաշինյանն էլ է փորձում երկխոսել իբրև թե Ադրբեջանի ղեկավարի հետ, օրինակ Տիրանյայում նա գնաց սուրճի հրավիրեց Ալիևին, Ալիև ասեց գնա կգամ, չգիտեմ սրճեցին միասին թե չէ, Էրդողանի պահվածքը տեսակ ինչպես էր ինչ-որ մատի շարժումներով կանչում Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ բան հասկացնում եւ նա այսպես գլխի շարժումներ էր անում, դե ինքն էլ պարտվող է, ինչու է անընդհատ փորձում երկխոսել այդ կողմի հետ, իմանալով հանդերձ, որ միակողմանի զիջումների է գնալու։ Շատ անհարգալից պահվածք էր Նիկոլ Փաշինյանի հանդեպ նկատմամբ, ես չեմ ուրախանում, որ մեզ ներկայացնող երևույթին այդպես են վերաբերվում, բայց ես բազմիցս կրկնել եմ, նորից եմ կրկնում, այդ անձնավորությունն է թույլ տալիս, այդ անձնավորությունն է գնում, չգիտեմ, քսմսվում, ծանր չի կարող իրան պահի այդ մարդը պարտված կզա
սկսած անձնավորություն է եւ նորմալ է, որ իրան տենց են վերաբերվում, եթե մի մարդու կինը սկսի իր Facebook-յան էջերին անդրադառնալ այս կամ այն քաղաքական գործի այս կամ այն կարծիքին վիրավորանքներով, մենք այդ ընտանիքից կամ այդ վարչապետից ինչ ենք ուզում, ինչպես իրաց տանն է, հենց էլ տուն մեր հանրապետությունը սարքել են մեծ տուն ու խայտառակ են անում։ Ինչի մասին է խոսքը։ Մենք կարծում եմ, որ ամեն ինչ օրինաչափ է եւ նորմալ է, որ իրան տենց են վերաբերվում, որովհետեւ ինքը այդ տեսակ տղամարդ է ու անձնավորություն։ Այդ նաև անդրադարձակ Աննա Հակոբյանի, այդ գրառումներին Facebook-յան, դե ասում են կրթվելը նորաձև է, իբրև թե քարոզում են, որ մարդիկ միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ չանեն, բայց այս հատկապես 2 օրվա ընթացքում վիրավորանք է հասցնում տարբեր մարդկանց, ովքեր արտահայտվել են կամ իր մասին կարծիք են հայտնել։ Օրինակ, որքանով է տեղավորվում կրթվելը նորաձև է այդ ֆրազան, եւ Աննա Հակոբյանի պահվածքը։ Աննա Հակոբյանի պահվածքը անցել է բոլոր սահմանները եւ նորմերը, ինքը լինելով վարչապետի կին, օրինակ ինձ իր Facebook-յան էջին վիրավորել է, ես չեմ պատասխանի նրան, չեմ իշնի իր մակարդակի, ինչ ասել է ինքն է ու իր ընտանիքն է, ես եթե ինքը մտածում է, որ կարա ինձ լռեցնի իր Facebook-յան էջին ինչ-որ բաներ գրի, ես վախենամ ու չքննադատեմ իր ամուսնու դավաճանությունները կամ իր ընտանիքը, ինքը չարաչար սխալվում է։ Հիմա ես մեր հայրենակիցներին խնդրում եմ, օրինակի համար նայել Նիկոլ Փաշինյանի տան, երբ որ ինքը վարչապետ չէր, վրի տան այդ պատերի վրայի խզբզանքները, իր կնոջ, չգիտեմ, պահվածքը, հագու կապը ու ճիշտ գնահատական ու որակում տան, ով է փնթի, ով է տգետ ու ով է անգրագետ։ Ինձ անվանել է անգրագետ, չնայած ես իրան չեմ անվանել փնթի Էք այդ բառը տահաճել է հնչում, ինքն է իր էջին դրա մասին գրել, ինձ հարց են տվել, ես ասել եմ, կարծում եմ փնթիություն է, որ վարչապետի կինը նոր տարվա օրը, չգիտեմ, ժեշտից ամանի մեջ իր ամուսնու հետ լայվ մտնի, այս նորմալ ընտանիքներում տենց չի, ես այդ տենց ընտանիքում չեմ մեծացել, որ առհասարակ եթե լայվը չլինի, կարելի է ժեշտից ամանից հաց ուտել, այդ ամանից լցնում են ափսեի մեջ, քաղաքակիրթ աշխարհում նոր են հաց ուտում, հիմա եթե այդ կինը նեղվել է, որպես կին իմ ասածներից, ես դրանց մասին էլ չեմ անդրադառնա, բայց այն, որ նրանք դավաճան են, ազգուրացող են, հողուրացող են ու Թուրքիա առաջ կզած են, ես համ Աննա Հակոբյանին եմ ասում, համ Նիկոլին, համ իրանց ողջ դավաճանական խմբակին, կարան ամեն օր իրանց էջին ինձ կիսվեն, ինձ օգուտել է, իրանց ընտրողներն էլ տեսնում են, թե իրանց մասին ընդդիմությունը ինչ կարծիք ունի ու ես PR եմ լինում Աննա Հակոբյանի էջին, շնորհակալ եմ իրան, որ կիսվում է իմ հարցազրույցները, հիմա կխնդրեմ ես էլ կիսվի, որ էլի այդ իրանց հետևորդները, իրանց ընտրողները նայեն ու իրանցից հրաժարվեն։ Գան մեր կողմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ու այդ ընտանիքը առհասարակ Հայաստանում չիշխի ու իշխող ուժ չլինի։ Շնորհակալ եմ։